Նեք։ Всё, գնաց ռեկորդը քուրջը։ Всё. Привет, Վայլուս։ Բալս ախպերս։ Ինչ կա չկա Գերմանիաներում մնի։ Լավ ամեն ինչ։ Լավ ընկերներ ունես քուրիկ Գերմանիայում։ Իմ ամենալավ ընկերուհիներից մեկն է իր ամուսնու հետ եկել։ Քյոլնից եկել էին մոտս, գիշերը ստեղ մնացին։ Մի քանի շատ լավ ընկերներ ունեմ։ Գիշերը չի երիքի, էլ ինձ չի։ Հա, ինչ կա, բա ինչ ես որոշը խոսանք Գյուրջան այսօր։ Ասում եմ, տենց մտքեր կան, լավ, բան չանենք, բայց ընդհանրապես տենց, հա, լավ, դու ստարտը տուր տեսնեմ ինչ կա մտքերիդ, ինչա գեներացել մտքերումդ, ինչ կարանք իրացենք, ինչ կարանք խոսենք։ Այս վերջին մի քանի անգամ որ խոսում էինք, էլի լիքը հարաբերությունների մասին էինք խոսում, մենք մեր հետ, մեր տան մասին էինք խոսում, տուն զգացողության մասին, հետո հարաբերությունների մասին, չգիտեմ, շրջապատի հետ, մարդկանց հետ, ընկերների հետ։ Ու մտածում եմ, այսօր կարող ենք խոսել ռոմանտիկ հարաբերությունների մասին կամ չգիտեմ, soulmate-ի մասին, որ շատերս տենց Քելը էտի սենց իրան ներգրավենք համ մի քիչ ընկերություն, համ մի քիչ ռոմանտիկ, տենց իրան ոնց որ կոմպլեքս շրջանակ տանք, եթե դու դեմ չես լինի, այդ soulmate ասվածին, որովհետև կան չէ ընկերներ, որոնք որ էլի soulmate են։ Հա, հետաքրքիր բան ես ասում։ Այո, կան ընկերներ Ոնց որ նաև։ ինքը սենց մի քիչ ավելի գլոբալ է, որովհետև շատ ընկերներ լինում են կյանքում, որ էլի դու կարող ես հետները ճտիկը զգաս, որ այնքան շատ եք կիսում, այնքան շատ եք հասկացվում, այնքան այդ ռեզոնանսները ձեր մոտ sense համահունչ են գնում, որ էլի այդ soulmate-ի զգացողությունը ոնց որ կա, էլի։ Բայց դու ոնց ես ընդհանուր տեսնում էտի մի մարդ է, մի քանի մարդիկ են, եթե ռոմանտիկ հարաբերությունը ինքը մեկն է կյանքում լինում, թե ասած բազմաշերտ կարան լինեն, ոնց է լինում։ Դե եթե դու բացում ես այդ soulmate-ի բանը համել ընկերների մասին, այդ իհարկե արդեն քիչ ուրիշ բան է, թեմա է։ Իհարկե ընկերների հետ հարաբերություններ ենք նաև կառուցում, որ ոնց որ էլի soulmate-ի պես լինենք։ Այո, բայց ինձ թվում է ընկերների հետ հարաբերությունների մեջ մենք այդ ակնկալիքները չենք դնում ու այդքան, այսինքն հասկանում ես, դու կյանքի ներդրման առումով դենս չի, որ մի հատ կյանք ես ներդնում ինչ որ ոնց կարամ բացատրեմ։ Հա, մենակ այդ հարաբերության մեջ ես ներդրվում, այնքան ինչքան որ պետքա ներդրվես, էլի Այսինքն sense-ը ռոմանտիկ դառնում։ հարաբերությունների մեջ, soulmate-ի առումով դու քեզնից շատ ավելի շատ ես կոմպրոմիսների գնալու առումով։ Այդ որտեվ ընկերության մեջ այնքան շատ չի կոմպրոմիսների հարցը, չէ, շատ ժամանակ։ Ոնց որ դու իրականում իրար լրացնող հարաբերություններ են ու շատ տենց կոմպրոմիսների մասին չի, բայց սիրային հարաբերությունների, այսինքն ռոմանտիկ հարաբերությունների մեջ այդտեղ նաև լիքը կոմպրոմիսների հարցեր է գալիս, հետո ես իրական ես թեման ուզում առաջարկել ու խոսել այդ մասին, որ ընկերական հարաբերությունների մեջ մեզ տենց շատ մոդելներ չեն տվել, ոնց պետքա լինի, նորմերը ոնց են, ոնց պետքա, ով ինչ դեր պետքա ունենա, ինչ հասկանում ես, բայց ռոմանտիկ հարաբերությունների մեջ ցես մի հատ բան է տրված, տարբեր տեղերից, չգիտեմ, սկսած կրոնից, սկսած տրադիցիաներից, հետո սոցիալ մեդիաներ, ֆիլմեր, այսինքն մի հատ արժեքային տարբեր բաներ են ավելանում իրար վրա, շերտեր են ավելանում, որ մենք ինչ որ մի հատ պատկեր ենք ունենում, թե ոնց է նորմալ ինչ որ բանը ռոմանտիկ հարաբերություններ ունենալը մարդկանց հետ։ Ու այդ ու չենք էլ հասկանում իրականում, որ այդ նորմալությունը կառուցվել է այդ տարբեր բազմաշերտ ազդեցություններից մեր վրա։ Իհարկե մեր ընտանիքը ամենաառաջինը, մեր բոլորի ընտանիքները մեր առաջին մոդելն են, չէ՞, թե ոնց է բաների զույգերի մեջ սերը աշխատում, ոնց է աշխատում, ոնց են մարդիկ իրար հետ կոոպերացիա անում, երեխեք մեծացնում, իրանք իրար սիրում կամ երեխաների փոխհարաբերությունը։ Իմ համար այդ օրինակ շատ հետաքրքիր է, թե մենք հիմա այս կյանքի պահին, որտեղ որ հասել ենք, ինչ պատկերացումներ ու ինչ ակնկալիքներ ունենք սիրուց, ու այդ ինչ հետևանքներ ունի հասարակության վրա, որտեղ մի հատ հասել ենք մի պահի, որտեղ սա մի հատ վիճակա, որտեղ
բանը այդ ակնկալիքների կուտակումը կույտը սենց շատ բարձր է, թե դե այդ ինչ պետքա լինի, որ դու մեկին Մարդընտրություն մարդ կատարի։ ընտրություն կատարի ու չեմ ասում լավ է կամ վատ է կամ ինչ է, բայց փաստը դա հասել ենք այն պահին, որ մեր բոլորի ակնկալիքները ահա որ բարձրացել են, թե ինչ պետքա լինի, որ ես ես ինչ որ մարդու հետ ուզենամ ճանապարհ անցնել Կառուցում։ երկար ոնց որ էլի։ Ըստ քեզ դա գնալով բարթացել է։ Հա, հա, այո։ Այսինքն հիմա կարծում ես, որ իմ կարծիքով հիմիկվա վիճակը, որ ես տեսնում եմ, հիմիկվա մարդկանց, հիմիկվա ընտրությունների բանը էլի, ծայրահեղությունը, թե մարդիկ ինչքան ծայրահեղ են տեսնում ընտրություն կատարելը ու իրանց ընտրության մեջ ինչքան ծայրահեղ են իրանց ակնկալիքներով, ինձ թվում է հիմա պիկերից մեկն է, իմ կարծիքով։ Ինչը որ մենք տեսել ենք, այն մոդելները ինչը որ եղել է, թե մեր ծնողների մոդելները, թե դրանցից առաջ այդ մոդելները, այդ սաղ իրար հետ գումարելով, ինձ թվում է գալիս եմ հանգում եմ, որ հիմա այդ պիկերից մեկն է, բայց այդ պիկերն էլ ինքը օդից չի եկել, որովհետև հիմա կինը ինքը ավելի մեծ պրիվիլեգիաներ ունի կյանքում ու ըստ դրա ինքն էլ իր չափով է իր ակնկալիքներն առաջ բերում, էլի հասկանում ես, ուտեղ այդ ռեզոնանսը արդեն խախտվում է, քանի որ ինքը իր մարդ լինելով ասում ախպեր, ես էլ կարամ այսքան լինեմ ու այսքան կամ, այսքան անում եմ եւ այլն ու դրան համապատասխան ես էլ իմ կողմից իմ ակնկալիքներն ունեմ ու դա արդեն բերում է հարցերի, որովհետև այդ ժամանակ արդեն տղամարդը, որը որ տեսել է հին մոդելները, ինքը պատրաստ չի նորը ընդունելու։ Ասում է հələ հոп ախպեր, ես չգիտեի որ sense մոդել կա։ Ջոբն է։ Ես չէի պատկերացնում ու ես չեմ պատկերացրել, որ ես կարամ գամ ու մտնեմ նմանատիպ մոդելի մեջ, էլի։ Ու այդտեղ էլ շատ ուշագրավ մի հատ պահ կա, որը որ այս նոր ժամանակակից մոդելի մեջ մարդիկ նորմավորումը կորցրել են շատերը ու այդ նորմավորման կորուստն էլ է բերում նրան, որ այդ ակնկալիքները շատ ժամանակ դոզավորումից շատ են ելնում։ Դե այո, այն հին նորմերը, որ բաներով հանձնվել է, ասենք օրինակ տես գյուղում ես ապրել, մենք գիտենք, ասենք, չգիտեմ, քո տատի պապիրները ինչ որ նորմեր են ունեցել, հետո իրանք հարց են բերել ու այդ հարցերին ինչ որ իրանք ակնկալիքներ են ունեցել, ոնց որ իրանք են որպես հարց իրանք վերաբերվել են, այդ նույն ձևով իրանք վերաբերում են իրանք հարցերին օրինակի համար, չէ՞։ Ու հիմա հələ դե իհարկե Հայաստանի գյուղերում դեռ շատ ժամանակ այդ բաները շարունակվում են, բայց հիմա լիքը զույգեր եւ լիքը անձեր, անհատներ, իրանք հարց են տալիս, էսի նորմն է, այս ես ուզում եմ այդ նորմով ապրեմ, թե չէ։ Ու եթե չէ, ես որ ասե դու արդեն ազատություն ունես որոշելու, թե դու ինքդ որ նորմերն ես ընդունում քո համար։ Ու այստեղ արդեն գալիս է, երբ որ դու սկսում ես փնտրել, թե քո նորմերը որոնք են լինելու նոր, այդ ժամանակ արդեն դու ուզած չուզած փնտրում ես դրսում, թե ինչ ես տեսել, ինչ ես տեսնում, ու դրանցից որն ես վերցնում։ Ու դուրսը ասածն է։ Բայց այդ ամեն ինչը տեսածն էլ է, չէ՞։ Շատ fake կարա կազմի, չէ՞, այսինքն քո այդ մեջի կոմպլեքսը կարա բերի fake-ի, որ դու դրա մեջ էլ ճիշտ կողմնորոշումը չգաս, այսինքն դու դրա մեջ էլ չգաս մի հատ բալանսի վիճակի, որ ասես ընկեր, հա, ես կուզեմ էսի, բայց պետք է հաշվի առնեմ, որ էս էլ եկած է։ Ու էս էլ հնուց եկած է, ու ես չեմ կարա դրանից ազատվեմ, կամ ես չեմ կարա ամենը փոխեմ ու չի կարանես լինի, որ առանց այդ նորմերի մարդիկ հանդիպեն, հասկանում ես։ Այո, հենց այդ էի ուզում ասել, երբ որ դու սկսում ես դրսում փնտրել, թե որ նորմերն ես, այսինքն որպեսի նոր նորմեր ձևավորես ինքդ քո համար, ինչ ես անում։ Նայում ես ինչ կա շրջապատում այդ կյանքում, մարդկանց կյանքում, ինչ կա, որ հասկանաս, թե քո համար ամենահարմարավետը որն է։ Ու այդ կյանքում նայելը որտեղ ես նայում, ասենք, չգիտեմ, ընկերներիդ կյանքում ես նայում, մոտիկներիդ կյանքում ես նայում, բայց ոնց է լինի ընտանիքների մեջ այդքան չես կարա տեսնես, sense տենես։ Հիմնական ինֆորմացիան ստանում ես նորից YouTube-ից, Instagram-ից, Facebook-ից ու որոնք ինչ որ sense մոդելներ են քեզ տալիս տարբեր ու դու սկսում ես այդ մոդելներից հիման վրա sense process-ը դու չես էլ հասկանում այդ process-ը
ոնց է հետդ կատարվում, բայց process-ի ընթացքում սկսում ես հասկանալ, որ ես ուզում եմ, որ լինի sense, ես ուզում եմ, որ լինի nens, այսինքն ինչ-որ մի հատ sense list է առաջանում բաների, թե դու ինչեր ես ուզում։ Ու նորմալ է, շատ նորմալ է այդ բոլորս, էլի շատ լավ է, որ հասկանանք ու ինչ-որ հասկանանք, թե մենք ինչ ենք ուզում։ Այդ շատ կարևոր է։ Բայց միաժամանակ մենք նաև պետք է հասկանանք, որ այդ հեքիաթը, որ մեզ պատմել են սիրո ու soulmate-ի մասին, ու այն ինչ որ մենք տեսնում ենք social media-ների մեջ բան, այդ ամեն ինչը, մենք ինքներս մեզ պետք է հարց տանք real, ինչ մասն է դրա real, ու ինչ մասն է դրա իրական, ու ինչ մասն է պատմություններ, որ մեզ փոքրուց Disney-ը պատմել է։ Որ մենք փոքրուց հավատացել ենք, որ պրինցեսաս սովորել ենք պրինցեսաներ կան, պրինցը գալիս փրկում է, միշտ հասկանում ես, այդ սիրո մոդելները, որ մենք բան ենք անում, որ այդ ռոմանտիկ կոմեդիաները, որ մենք բոլորս տեսնում ենք, դրանք պատմություններ են, որոնք մեր մոտ ձևավորում են, թե սերը ինչ է նշանակում։ Իրական։ Ու դրա հիման վրա գնում ենք, սկսում ենք ռեալ կյանքում փնտրել այդ մոդելները, որովհետև այն նորմերը, որ նախորդ կային, չենք ընդունում, հիմա նորը պետք է փնտրենք, դրսից էլ ինչ ենք տեսնում, այդ է մոդելը, ու ստեղ գալիս է մի հատ մեծ իրականության հետ բախում ու մեր սերունդները հիմա այդ առաջի փորձողներն են, որտեղ մինչև հիմա այդ իրականում հա, էլի։ Հիմա մենք ենք ուզում հասկանալ, այո, այդ բանի մեջ ենք, էլի, որ okay, ինչքան սեր է պետք ինձ, ինչքան ապահովություն է իմ համար, այդ միշտ շուտ բան է։ Այդ բալանսը գտնել, թե ապահովություն զգալու եւ արկած լինելու, այսինքն հարաբերության մեջ այդ երկուսը որ համատեղված լինի։ Ես, ուզում եի ավելի շատ դրա մասին խոսել, թե ոնց է որ ու դա արդյունք է բերում նրան, որ լիքը մարդիկ single են մնում, որովհետեւ ակնկալիքները իրականության հետ շատ ժամանակ չեն էլ համապատասխանում, կամ, չգիտեմ, կամ հակառակը նաև մարդիկ մնում են հարաբերությունների մեջ, որոնք հեչ լավ չեն իրանց համար, բայց իրանք մտածում են նորմերը տենց են եղել հնուց եկած, հիմա ես դի մնամ այս հարաբերության մեջ։ Այսինքն այս բալանսը գտնելը մեր սերունդի համար հիմա շատ դժվար ժամանակներ են էլի հիմա։ Դե հա ոնց դու ես ասում, դա մենք ենք առաջիններն էլի, ով որ դրա մեջ է բախվել, հա։ Ու երբ որ ես օրինակ դիտարկում եմ կնոջ կողմից, թե կնոջ մոտ ինչ է էլի տեղի ունենում, ես հասկանում եմ, որ կնոջ մոտ էլ ոնց որ մենք առաջի սերունդներն ենք, ովքեր որ, այսինքն կանայք էլի մեր սերունդների կանայք առաջինն են, որոնք կամ առաջինը կամ երկրորդը չգիտեմ, որոնք որ կարողացել են աշխատել, այսինքն սկսել են աշխատանք եւ այլ ու այդ կարիերայի բարձունքներին հասնելը իրանց համար եղել է այն դարերի ոնց որ բանը, չէ՞։ Արգելված պտուղը։ Ու հիմա տղամարդուց կախված չլինելը, եկել է ժամանակը, որ իրանք տղամարդուց կախված չլինելը, հա։ Ու քանի որ այդ պահին արդեն իրանց համար ոնց որ իրանք բաց ծովում են գտնվում, ուզում են իրանք այդ պտուղը համտեսեն։ Ու այդ ժամանակ, երբ որ իրանք այդ պտուղը համտեսում են, դե դա էլ ժամանակատար է, այսինքն այնց է որ կարիեր անելը ինքը հեշտ բան չի, ինքը մարդու մի կյանքը վերցնում է, այսինքն 30, 35, 40, 45 մարդը կարա դրա մեջ լիքը էփի մինչև հասնի ինչ-որ մի հատ պիկի։ Ու երբ որ ինքը իր կյանքի համար որոշում է, որ նմանատիպ ուղի է ուզում, արդեն այդտեղ գալիս է այդ բալանսի խախտումը, որ ինքն էլ իր ընտրությունները արդեն իր ընտրությունների հարցում արդեն ինքը կողմնորոշված չի լինում որպես կին, որովհետև այդ ժամանակ երբ որ ինքը հասնում է մի հատ պիկի, ինքը ասում է ախպերես, ես տեսնում եմ, որ իմ կողքին պետքա լինի տղամարդ, ով ունի ով որ հասել է սրան կամ ինքը թե էմոցիոնալ ինտելեկտով է հարուստ, թե ինքը ստաբիլ է, թե ինքը ֆինանսական եկամուտ ունի, թե ինքը կարիերայում որոշակի դիրք ունի, թե ինքը տուն ունի, մեքենա ունի եւ այլն, առողջ է, բայց այդպես մարդիկ գտնելը ահա որ զոռ է այս աշխարհում։ Բայց ու ես հասկացել եմ, որ նմանատիպ կանայք են կներես, նմանատիպ կանայք են մեծ մասամբ իրանք single մնում։ Նայ, բայց այդ դու ասում ես հիմա ոնց որ սենց է ստացվում, տղամարդիկ միշտ են ունեցել այդ ակնկալիքները կանանց նկատմամբ։
Հիմա երկնքից ընկա, որ կանայք էլ են ուզում ակնկալիքներ ունենան։ Ու նորմալ է։ Ու էսա հիմա Ես չեմ ասում պետք չի ունենալ։ Ես ասում եմ, որ ոնց որ առաջի փորձ անողներն են եղել ու իրանք տրվել են այդ հոսքին ու այնտեղ արդեն նորմավորումը կորել է։ Երբ որ կինը արդեն ինքը արդեն կարողացել է վաստակի SNN-ն, ինքը բնականաբար իր կարիքներով առաջ է գալիս։ Բայց մինչև ինքը գալիս է այդ վաստակման փուլը հասնում է, ինքը արդեն լինում է այն մայրացման փուլի մեջ։ Ու այդ ժամանակ ինքը այսպես ճտիկը ճտում է սմախբեր, դե հիմա արի գտի անznավորություն, տղամարդ, ով ունի SNN-ն, որովհետև որ արդեն կինը հասավ այս մակարդակին, իր կարիքներն էլ են գալի այս մակարդակին, ջոգում ես։ Բնական է, բոլոր մարդիկս էլ երբ որ զարգանում ենք, մեր զարգացման ընթացքում մեր կարիքներն էլ են ավելանում ու ակնկալիքներն էլ են փոխվում իհարկե։ Ասում ես բոլորս էլ մեր կարիքները ձևավորում ենք ու զարգանում է, բնականաբար փոփոխվում է, ճիշտ ես ասում։ Հա, ու տղամարդիկ էլ նույն ձևով այդ բան չեմ ասում, բայց ինձ թվում է կանայք նաև մինչև հասնելը 40 տարեկանի, ինձ չի թվում, որ խելացի կանայք կարիերայի վրա կենտրոնանալով միայն դրա վրա են կենտրոնանում։ Ընթացքում նաև լիքը բաներ են փորձում, այսինքն այդ մինչև հասնելը 40 տարեկան արդեն 5 հատ հարաբերություն են ունեցել, այսինքն այդ այնպես չի էլի, որ եկան 40-ում նոր ջոգեցին, որ վայ ինձ հարաբերություն է պետք։ Այսինքն այդ պահը Բայց չես կարծում, որ հարաբերություն ունենալը ինքը քիչ հա, ինչ որ մի բան կառուցելու համար։ Դե բայց հարաբերությունը հենց փորձն է, ինչ որ բան կառուցելու։ Դու փորձում ես, տեսնես կարաս այդ մարդու հետ կառուցես թե չէ։ Հա, չէ, ասածս այնա, որ երբ որ օրինակ կինը ինքը մտավ արդեն հարաբերության մեջ, ինքը ունի SSN պարտավորություններ իր կարիերայում։ Դե այո, հա։ Ու երբ որ ինքը մտավ հարաբերությունների մեջ, ինքը պատրաստ է լինելու ընտանիքում կրոշ դերը ստանձնելու, մայրանալու եւ այլը։ Ու ստեղ էլ է գալի արդեն հարց։ Դե նայի, եթե առաջնահերթությունը տարբեր կանայք տարբեր են։ Կինկա ուզում է երեխա, կինկա չի ուզում երեխա։ Կինկա ասում է, օքեյ, ես երեխա կունենամ երկու։ Չէ, էդի չեմ ասում։ Տնոջ դեր ասելով ի՞նչ նկատի ունես, մայր դառնալը, այդ ինքը ունի արդեն որոշակի պատասխանատվություններ, պարտավորություններ, իր գործն է, կարող է նաև հիպոթեկա, կարող է նաև էսա այնա, հա։ Ու երբ որ ինքը արդեն մտնում է հարաբերության մեջ, ինքը արդեն ենթագիտակցորեն գիտի, որ ինքը այսքան լուծի տակ է։ Ու ինքը մտածում ասում անգեր, եթե ես հիմա էլ մայրանամ, ես ո՞նց եմ տակից ելնելու։ Հասկանում ես։ Հասկանում եմ, այո, հա։ Էդ էլ է այդ ռեզոնանսը։ Էլի։ Ու ո՞նց ես հիմա դու տեսնում հիմիկվա ժամանակակից կնոջ մոդելը ինքը ինչքանով է նորմավորված կամ ոչ նորմավորված լինելով ինքը առաջինը, էլի էս ամեն ինչը փորձելով։ Դե նորմա չկա, սենց տենես, մենք ոնց որ այս սերունդները մենք փորձարկվելու process-ներում ենք, փորձում ենք հասկանանք ոնց ենք մեր սկզբունքները ներդնելու, ոնց որ ասես մենք մեր սկզբունքներով ապրելու, բայց հետաքրքիր բան ասացի ֆինանսների առումով, որովհետև նայի, էդ էլ է նոր, որտեվ ընտանիքները ոնց են եղել, երբ որ մարդիկ ամուսնացել են, մինչև հիմա է լիքը ընտանիքներում, չէ, ասենք ամուսնացար, վերջ, ամեն ինչ միասնական է։ Բայց հիմա արդեն էդ էլ է ինչ որ չափով, չէ, փոխվում։ Եթե դու կյանք ես ունես, չգիտեմ, ասեցիր, ասենք հիպոթեք ունես, չգիտեմ, բան ունես ու մտնում ես հարաբերության մեջ, այստեղ արդեն հարց է առաջանում, արդյոք այդ քո հին հնուց բերած պարտքերեն, չգիտեմ ինչեր են, երկուսին ըտեն, թե թիմային եք մոտենում, թե ասենք նորից ինչ որ չափով առանձնություն կա։ Այդ առումով էլ ֆինանսական թե ոնց են ֆինանսները մենեջանում ընտանիքների մեջ էլ փոխվել է շատ իրականում ու ոչ ինչ որ չափով նաև իօգուտ կնոջ, բայց ինչ որ չափով նաև ոչ ինօգուտ կնոջ, որովհետև երբ որ միշտ ամեն ինչ միասնական է եղել, տղամարդիկ միշտ ավելի շատ են փող աշխատել հիմնականում, ավելի հին բանում, չէ, անցյալում տղամարդիկ ավելի շատ են փող աշխատել միշտ։ Այսինքն երբ որ միասնական է եղել, կինը դրանով բան է արել, չէ, միշտ դրանից նաև ինչ որ մաս է ունեցել, բայց նաև հա շատ ժամանակ չի էլ կիսվել ոչինչ, որովհետև տղամարդն է ամեն ինչ փող աշխատել եւ նաև ֆինանսական մենեջմենթը տարել։
Բայց մեր թեման փոխեցինք հիմա, մենք ես ուզում եի ավելի շատ բայց soulmate-ներից չես խոսեի։ կարծում որ թեման փոխել են, ճիշտ ես ասում։ Ես էդ ինձ թվում է մնաց արդեն հետո զրույց soulmate-ը, որովհետև մենք խորացանք լրիվ ուրիշ կողմեր։ Okay, հա։ Բայց իրականում հետարքիր ուղի բռնեց այս զրույցը զուտ նրա համար, որ տես, օրինակ հիմա մենք խոսում ենք երկուսս էլ ինչ-ինչ տեսանկյուններից ու դու խոսում ես այն տեսանկյունից, թե կինը ոնց է, ինչա խիա ու ինչա կատարվել այդ process-ներում կամ ինչա կատարվում։ Ես էլ որ տեսնում եմ, մեր մեջ օրինակ մեր մեջ եկել է կամ մեր մոտ եկել է այն մոդելները մենակ, որոնք որ սենց զնգացել են մեր ակաժներին, որ տես ախպերես ինչ ակնհայտ մոդել է, որ տղամարդը ինքը աշխատում է, բերում է, ինքը չի կիսում, բան։ Բայց երբ որ ես տեսնում եմ այս աշխարհը կամ հենց մեկը իմ օրինակը, ես ինքս հասկանում եմ, որ ֆինանս աշխատելը ինքը հեշտ բան չի, ու պլյուս դրան ինքը տղամարդու համար էլ է հոգս։ Իհարկե, բնական է, իհարկե։ Այսինքն տղամարդն էլ այդ վախերն ու անհանգստություններն ունի, թե ոնց պետք է ինքը հասցնի, ոնց պետք է ինքը անի այդ սաղ, ոնց պետք է ինքը կարենա այդ ամեն ինչը մենեջ անի։ Ու հիմիկվա աշխարհը, ժամանակակից աշխարհը, ինքը տես մենք ինչեր ենք ապրել, չքավորություն, դժվարություններ, այն որ ամիսներով լումա չենք ունեցել, հա, մենակ պահածոներով ենք սնվել եւ այլն։ Իսկ ժամանակակից մարդը ուզում է այդ քթի մուխը ինքը հանգցնի զուտեն առումով, որ ինքը ուզում է ունենա։ Ու մարդիկ այդմեն ինքնական գցվում են 20-30 տարվա հիպոթեկների մեջ։ Ու երբ որ իրանք գցվում են դրա մեջ, երբ որ պետքա մարդը ինչ որ հստակ որոշումներ կայացնի իր կյանքը ինչ որ մեկի հետ կապելու, թե կին, թե տղամարդ, ինքը այս պարագայում արդեն հոգս ազգում, ճոգում ես։ Ինքը ասում է ես իզորու եմ այդ ամեն ինչը տանելու։ Դե հենց այդ է էլի, այդտեղ շատ կարևոր է նախորոք նաև այս խոսակցություններն ունենալ ու նախորոք խոսել, թե ով ինչ պարտականություններ է վերցնում ու ով ինչով է ներդրվում, ոնց որ ասած։ Ու այդ չի նշանակում, որ օրինակ կարան շրջաններ լինեն, չգիտեմ, տղամարդը աշխատավարձ չունենա, կինը այդ պահին օգնի, կարա հակառակը լինի, բայց իմ կարծիքով այդ մանավանդ ֆինանսական բանում թիմային աշխատանքը շատ-շատ կարևոր է, թիմային միասին լինելը ու միասին խոսելը, թե ով ինչ ներդրում է կարող ունենալ ու ով ինչ ակնկալիքներ ունի, որովհետև դու էլ խոսեցիր, ասենք օրինակ շատ այս հիմիկվա ժամանակներում դեռ կան լիքը կանայք, որ մտածում են, որ իրանց տղամարդը իրանց տիպահի, տենց է։ Ու անարդար է մտածել, որ հա, ասենք տղամարդես պետք է անպայման փող աշխատես, պետք է կարողանաս, չգիտեմ, մենք պետք է հարուստ լինենք, ոնց ասենք, չգիտեմ։ Հա։ Որովհետև նենց չի, որ տղամարդը չի ուզում այդ անի, դու պետք է իրան ասենք բանանես, շիշը կողես, որ ինքը ուզենա այդ անի, բոլոր հիմնականում։ Չնայած անկեղծ իհարկե բոլոր տեղումներում էլ ծույլ կանայք էլ կան, ծույլ տղամարդիկ էլ կան, դել գիտենք, չգիտեմ, են դրսերը ուղակի բանանող տղամարդիկ թրև եկող տղամարդկանց մասին էլ գիտենք, ամբողջ օրը որ ոչինչ չեն անում, էդ էլ գիտենք։ Բայց հա, այդ մանավանդ ֆինանսական բանը հարաբերությունների մեջ շատ կարևոր է ու իրականում մեկ-մեկ լինում է, որ ինչ-որ մի դինամիկա է ստեղծվում ու այդ դինամիկայից դուրս գալը, եթե սկզբից չես խոսում, չես քննարկում, թե ով ինչով կարա օգնի, ով ինչով կարա բանի, այդ դինամիկան ստեղծվում է, դրանից հետո շատ դժվար է այդ դինամիկայից դուրս գալը, որովհետև հենց որ ուզում ես ինչ-որ բան փոխես, հարցեր առաջանում է, ինչի համար։ Արդեն անհնար է, ոնց որ բլոկի մեջ են գածել ես, էլի։ Ոնց որ ակնկալիքները ինչ են, ինչ չեն, էլի ոնց որ ասած։ Ճիշտ ես ասում, քուր ջան, կարճ ասած չգիտեմ, ժամանակաշրջանները իրանք ունենց էլ փոխվել, որ մարդիկ հենց էտա գերադասում են իրանք single մնան, որովհետև ես ոնց հասկացել եմ, մեծ պատասխանատվություն է ենթադրում հարաբերություն սկսելը, ու այդ պատասխանատվությունները իրանք այնքան բազմաշերտանի են, որ մարդը անգամ դրա մասին մտածելով մեկ-մեկ ինքը վախ է ազգում, ասում արդյոք ես կարամ, արդյոք ես պատրաստ եմ դրան։ Որովհետև մեր մեջ ի վերուս դրել են, որ դու պետք է ելնես, դու պետք է անես, դու պետք է սես, դու պետք է ինես կամ
էս պետք է ունենաս, այն պետք է ունենաս, նոր կարողանաս մտնես։ Քանի որ մենք տեսել ենք այն մոդելը, որը որ չի ունեցել, ու ինքը fail է արել, որովհետև մենք տեսել ենք դժբախտ մեր ծնողների բաները, օրինակները, էլի, այ նկատի ունեմ մեր ծնողների մոդելների ու իրանց սերնդի օրինակն եք տեսել, ու տեսել եք, որ այդ չքավորությունը բերելա պառակտելա իրանց կապը, բերելա, չգիտեմ, բերելա այդ հյուծման, էլի, իրանք իրար հետ, իրանց հարաբերման մեջ, ու էդի մենք տեսնելով մեզ էլ թվում է, որ պետք է ամեն ինչ ունենանք, նոր կարողանանք մտնենք, որը որ իր հերթին էլ ճիշտ չի։ Այո։ Որովհետև էդի նշանակում է, որ դու պետք է բոլոր նախապայմանները կազմես, նոր կարողանաս գցվես դրա մեջ, այնինչ եղբայր դու երբեք չես կազմի այդ բոլոր նախապայմանները։ Ոնց որ ֆինանսապես նենց էլ նաև մարդկային առումով այդ soulmate-ի թեման որ սկսում էի, ես իրականում ուզում էի հենց ուղղությունը այն ուղղությամբ տանել, որ մենք այդ ակնկալիքների բանը այնքան ենք մեծացրել, որ բանը, չգիտեմ, եթե մի երկու անգամ երևի վիդեոներն ուղարկել եմ Esther Perel-ի, ասում է մի ժամանակ ասում է մարդիկ community-ների մեջ էին ապրում, տենց կոմյունալ գյուղերում էին ապրում, փոքր տեղերում էին ապրում, որտեղ դու ունես հարևաններ, որտեղ դու ունես ընկերուհիներ, որտեղ դու ունես լիքը տարբեր մարդիկ, որ տարբեր դերեր ունեն քո կյանքում։ Հիմա մեր սոցիալական կյանքը նենց է դարձել, որ մենք իրականում մանավանդ Եվրոպայում ու մանավանդ արևմտյան աշխարհներում մենք շատ ենք կտրվել։ Ու ստացվում է, որ մենք բոլոր մեր էմոցիոնալ կարիքները շատ մեծ մասը մեր էմոցիոնալ կարիքների մի մարդուց ենք ուզում, ու Esther Perel-ն էր ասում է մի ամբողջ գյուղի բանը, որ մենք ստացել ենք մի ամբողջ գյուղից, մենք հիմա ուզում ենք մի մարդ մեզ տա, բայց չի կարա տենց լինի, ասենք, էլի, որ դու ուզես քո ամուսինը լինի, չգիտեմ, կամ կինը լինի, քո ընկերը լինի, քո էմոցիոնալ support անողը, քեզ ապահովություն տվողը, քեզ չգիտեմ, արկածներ տվողը, ամեն ինչը միանգամից ու այդ շատ դժվար է, որովհետև դրա համար ինձ թվում է հիմա այդ պահով, որովհետև մանավանդ սոցիալ մեդիաները, մանավանդ ֆիլմերը, բաները միացած իրավիճակ են ստեղծել, որտեղ մենք սիրո մասին մի հատ պատկերացում ունենք, որ սերը մենակ այն սերն է ճիշտ, որը ահա որ ինտենսիվ էմոցիաներ, եթե տենց սեր չունենաս, տենց շատ ինտենսիվ էմոցիաներ, ուրեմն ինչի բաստունի, այսինքն ոնց կարաս ինձ մարդու հետ կյանք կապես, եթե այդ ինտենսիվ զգացողությունները չունես։ Ես չեմ ասում այդ վատ է այդ ինտենսիվ զգացողություններն ունենալը, բայց դա դարձնել որպես կրիտերիա կյանք մեկի հետ կապելու, դա ինձ թվում է իմ կյանքում լավ բանի չի բերել, ինձ թվում է ուրիշ կյանքի կյանքում էլ երևի լիքը մարդկանց, այսինքն դա պետք է բալանսավորված պետք է լինի, որ դու հասկանաս, որ զգացմունքները կարևոր են, բայց այո, զգացմունքները կարևոր են, բայց կներես, այդ նույն զգացողությունները նաև բան են, կախվածություն են։ Սերը նաև այդ տեսակի սերը նաև կախվածություն է, ու այդ պետք է մենք հասկանանք։ Կախվածության ժամանակ դու լավ որոշումներ չես կայացնում, ճիշտ որոշումներ չես կայացնում, որտեղ ուղեղիդ հորմոնային բալանսը տեղում չի, դու օքսիթոսին ես լիքը արտադրում, որը քեզ ստիպում է, որ դու շարունակական որոշումներ կայացնես, որ դու շարունակես այդ օքսիթոսինը ունենալ։ Որտեղ եթե ինչ-որ որոշում կայացնես, որ չգիտեմ, բանա, այդ օքսիթոսինից դուրս կգաս այդ լավ զգացողություններից, բնական է ինքը քեզ հուշելու է անընդհատ, որ որոշումներ կայացնես, որ դու այդ իրավիճակի մեջ մնաս, որովհետև շատ կայֆ է այդ իրավիճակը, իհարկե։ Ով չի սիրում այդ սիրահարված սիրելու օթերով քայլելու վիճակը։ Պրոստը հա, էլի, չգիտեմ, կյանքի որոշումներ կայացնելու ես ուզում եմ ընդհանուր ես իմ ամբողջ բանը նրա մասին էր, որ ցավոք սրտի social media-ները, Disney-ը ու այդ ամբողջ նարատիվը, որ ստեղծվել է, մեզ մի հատ պատկերացում է ստեղծել սիրո մասին, որը շատ ժամանակ ռեալ չի, ու մենք դրա հետևից ենք գնում, ինչը
Շատ ժամանակ կարա լավ աշխատի։ կոնկրետ հա, շատ ժամանակ էլ կարող է պրոստը կյանքդ անընդհատ դրա մեջ դնես, որ փնտրես դա, որովհետև քեզ ասել են, որ էտա մոդելը, ասենք, էլի։ Իսկ այս կարևոր բան է։ Ու դու գյոզալ մարդիկ ես տեսնում, որոնք որ իրոք լավն են, արժեքներով, բաներով, ամեն ինչով։ Ու դու տեսնում ես, որ իրանք չեն կողմնորոշվել ու իրանք փնտրում են այդ մեկին եւ միակին, որը որ երևի թե գոյություն չունի այս աշխարհում ու տես փնտրելով ու մնում են ամեն չնչին մի հատ ինչ որ փոքրիկ դետալ, որը որ կարա այդ պահին խանգարի այդ մարդկանց շփման մեջ, կարա ինքը դառնա մի հատ մեծ բան ու մարդը կարծի, որ հոպ, այս մարդը իմ soulmate-ը չի, всё, ընկեր, թող իրան։ Այդ red flag-երը, ու ինքը փորձի ասի մյուսին, այդ red flag-երը։ Ու գիտես ինչ, այսօր այնքան հեշտ է դառած մարդ ճանաչելը։ Այսօր այնքան հեշտ է դառած մարդկանց հետ շփվելը, շփումներ, կոնտակտներ ունենալը, հազար ու մի էփեր, dating էփեր, Instagram, Facebook ու եսի միջեր, որ մարդիկ իրանք այդ փոքր դետալները արդեն դառնում այդ խզող գործոնը, որ մարդն ասի ապեր, всё, էսի խաչ անցանք մյուսին, էլի, որովհետև Այն որ ոնց է այո այդ էփում աչ ու ձախ տալի այդ նույն ձևով էլի ջոգում ես այո իրականում այո ու տեղ կորումա մարդ լինելու կոմպլեքսիթին ոնց որ ասած որովհետև մարդկանց հետ շփվելուց դու մոռանում ես որ մարդը կոմպլեքս է մարդը կարա օրինակ ես որ հիմա մտածում եմ իմ կյանքում, ասենք օրինակ հիմա իմ ամուսինը շատ տարբերվող անձ է, որ ասենք դրսում, երբ որ դու խոսես իրար հետ բան, ինքը շատ հակազդող բաներ կարա իրար հակազդող բաներ կարա ասի օրինակ միանգամից։ Ու դու չես հասկանում, ինքը հիմա այս գրուպայի մեջ է, այս բանը ունի, մենթալիթին ունի, թե այն մենթալիթին ունի։ Ու շատ մեկ մարդիկ դրանով շատ արագ դատում են, թե եթե այս մենթալիթին չունես ու տենց շատ լիբերալ չես ու բան չես, ուրեմն բաց չես, կամ եթե շատ կամ հակառակը, չգիտեմ, բայց այդ կոմպլեքսիթին, որ մարդը կարա ինչ որ հարցերում լիբերալ լինի, ինչ որ հարցերում շատ հստակ սահմաններ ունենա, ինչ որ։ Ու նաև միանգամից տարբեր կարծիքներ ունենա տարբեր մասը։ Այդ կոմպլեքսիթիները շատ ժամանակ կորում են մարդկանց մոտ ու մարդիկ շատ արագ դատելու բան ունեն։ Կարմիր խաչ են քաշում այդ մարդու վրա։ Կարմիր խաչ կամ ինչ որ մի հատ բոքսի մեջ ենք, բոլորս էլ անում ենք, չէ՞, այդ մարդկանց տարբեր բոքսերի մեջ ենք դնում, բայց իրական հավես է նույնիսկ հենց այդ բանանող կոնֆլիկտային մարդկանց գտնելը, որոնք համես են համեն են ու իրական այդ բոլոր բաները շերտերը մարդկանց ամենասիրունն է փոխանակ իրականում այդպես փնտրել չէ ինձ այս պրոֆիլն է պետք մենակ որ չգիտեմ անպայման մենակ շատ լիբերալ լինի բանը չգիտեմ հա այդ բաներն էլ կան չէ հիմիկվա կամ շատ կոնսերվատիվ ես կամ շատ լիբերալ ես կամ շատ էս կամ շատ են ես այդ ինչ որ մի բալանս գտնելը ինչ որ մի մեջտեղում լինելը ու ընդունել նաև այն ու ասել օքեյ բոլորը իրենց կյանքով ապրում են տարբեր ժամանակներում ենք ապրում են Հետարքիր է էլի շատ cool շատ այն որ ես որ մտածում եմ ասում եմ տես մեր ծնողների մոդելը ու մեր նամրոտ հերերը որ սես նամուր են ու իրանց կողքի կանայք որ անընդհատ քուշի կանեն անընդհատ կգան կսիրեն բան կարա կասես ոնց է սենց ելնում արես նամուրին կամ նամրոտը ոնց է դա հələ շարունակվում էլի իսկ դրանից դրա կոնտրաստին գալիս է մեր սերունդը որ միացես փուչուր մազիկ ախպեր վայ սենց անենց չի всё գնա անգեր սենց է դառնում են հա այդ red flag-երը որ գալիս են հիմա social media-ներից որ այդ բաները հա ամեն ինչից խոսեցինք ապրես լավ զրույց էր հետարքիր զրույց էր բայց այդ soulmate-ներին հələ իրանք որպես առանձին թեմա ինձ թվում է արժի մի հատ իրանց մասին խոսել որովհետև Այդտեղ ինձ թվում է մի քիչ այլ ազրույցը գնալու, ինչը որ հիմա մենք ունեցանք, որովհետև այնտեղ արդեն գալու է ինչ-որ ավելի էմոցիոնալ շերտ է, էլի, թե ոնց կարա մարդը զգա soulmate-ը ինչ է կամ
ով է, Բայց հետաքրքիր է, տես, օրինակ soulmate ասելով դու էլ տարբեր բան պատկերացրեցիր, հետաքրքիր էր այս խոսակցության մեջ, ես բացահայտեցի, որ դու ուրիշ բան նկատի ունեիր, ես ուրիշ բան նկատի ունեի։ Տես, ես օրինակ ընկերությունը որպես տեն soulmate ժամանակներ եղել եմ դրանք զգացել եմ ու այդ հարաբերությունների մեջ, բայց հա, հետաքրքիր այս պահին չմտածեցի, էլի, որ կարելի է նաև այդ ուղղությամբ բանանել, հա, էլի դրա, հա, հետաքրքիր էր, հա, այդ, այո, իհարկե։ Շնորհակալ քույրին։ Ապրես։ Կզրուցենք, ապրես, որ ժամանակ գտար։ Okay, դե պաչիկներ, պակա։ Okay, կյանք չան, դե դավայ, պաչիկ, քաղցրես, պակա, պակա։